շքշուկը վազելով բարձացա, որ հասկանամ ինչա տեղի ունենում, որովհետև արդեն շենքից դուրս էի գալիս։ Ես չհասկացա, դուք հասցրեցիք ինչ-որ պաստառ պահել, ես մեկ տեսա, որ հիմա ձեզ բացատրվեց արդյոք դա ում հրահանգով, ինչու։ Աշխատակազմի ղեկավարը սպայն արձակուրդում Խանձրադյանն է փոխարինում, այսինքն Խանձրադյանն է, գնացեք այսպես խմբով, ասեք պարոն Խանձրադյան, այդ ինչ իրավական հիմքով ես դու նման հրահանգ տալիս։ Ես ուզում եմ հիշեցնել, ԿՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, երբ որ լրագրող էր, պաստառով մտել էր դահլիճ, կանգնել էր Ազգային ժողովի ամբիոնի դիմաց եւ ակցիա էր անում։ Այսինքն այն ժամանակ կարելի էր, հիմա լրագրողների ակցիա չի կարելի։ Սա ինչ երկակի մոտեցում է։ Ու ընդհանրապես հիմա որ եկել են այստեղ տարբեր պաշտոնյաներ փորձում են ինչ են փորձում ասել։ Իրենք պիտի ապահովեն, որ դուք կարողանաք ազատ ձեր ակցիան իրականացնել, որովհետեւ հերիքչի լրագրողին վիրավորել են, հերիքչի լրագրողի նկատմամբ ցուցաբերել են խտրական զզվելի վերաբերմունք, մի հատ էլ ձեզ արգելում են դուք արտահայտեք ձեր սահմանադրական բողոքի իրավունքը։ Տիկին Թովմասյան, այս դրվագները, երբ որ նայում են Freedom House կամ միջազգային այլ իրավապաշտպան կազմակերպություններ, ձեր կարծիքով ինչպես կգնահատեն ժողովրդավարության բաստիոն Հայաստանին եւ խոսքի ազատության ինդեքսում Հայաստանը որ հորիզոնական կշպրտվի։ Այսպիսի երևույթները բնականաբար մեզ անընդհատ հետ են շպրտելու խոսքի ազատության ինդեքսի բարձր սանդղակներից, որոնք մենք երբևէ զբաղեցրել ենք, որովհետև խոսքի ազատությունը ամենաբարձր եւ ամենապաշտպանված իրավունքներից է, որ գերակա իրավունք է եւ չի կարելի խոսքի ազատությունը այսքան սահմանափակել։ Դուք լրագրողներ եք, որոնք պատգամավորներից շատ եւ պատգամավորներից ավելի սրտացավ լուսաբանում են Ազգային ժողովի աշխատանքները եւ ձեզ անընդհատ մեկուսացնելը, քանի կա մեկուսացրել էին ինչ որ մի հատ սրահում են թողում գործունեություն ծավալեք, հիմա նաեւ ձեր սրահում չեն թողնում դուք ակցիա իրականացնեք, այսինքն ինչ որ վարչապետը նստածա պիտի քար լռություն լինի, որևէ մեկը անհանգստություն չպատճառի, բա թող մի հատ անհանգստանա։ Ես տեսա, որ ինքը նայում էր ուշադիր ակցիա ինչա կատարում։ Բա Նիկոլ Փաշինյանը լրագրող է եղել, բա ինքը չի հասկանում, որ նման դեպքերը դատապարտելի են, առավել եւս Անդրանիկ Քոչյանի վարքը առաջինը ինքը պիտի դատապարտեր եւ եթե մասնագիտական բարեխղճությունը դեռ չի դավաճանել Նիկոլ Փաշինյանին, ինքը պիտի բարձրանար ձեր մոտ, ասեր ինչ ա պատահել, Ժողովուրդ ջան, ինչ ա եղել, ասեք ես ձեզ կլսեմ, պաստառ մի պահեք։ Իսկ դուք ինչ եք կարծում, անվտանգության աշխատակիցները այստեղ ինչ արեցին, ապօրինություն թույլ տվեցին։ Ես կարծում եմ նրանց գործողությունները ես գնահատում եմ ոչ իրավաչափ, այն պարզ պատճառով, որ լրագրողները իրավունք ունեն իրականացնելու նաեւ ակցիա եւ դրանով ուշադրություն հրավիրելու իրենց ցանկացած խնդրի վրա, իսկ խնդիրն այն է, որ երկար ժամանակ արդեն մի շաբաթ մոտավորապես կլինի, մենք շարունակ խոսում ենք, կողքից դատապարտում ենք, ելույթներ ենք ունենում Անդրանիկ Քոչյանի վարքագծի մասին, բայց դեռ որևէ առարկայական պատիժ մենք չենք տեսել պատգամավորի գործողությունների համար։ Եվ նորմալ է, որ դուք ինչ-որ բան եք կազմակերպում եւ այդ ակցիան պիտի ունենա իր հասցեատերը եւ այդ հասցեատերը իշխանությունն է։ Եվ հիմա իշխանությունը փորձում է թաքնվել ըստ էության թիկնապահների ետևում։ Տիկին Թովմասյան, դուք քանի որ պատգամավոր եք, դրա համար նաեւ խոսում, ինչ եք կարծում, այսպիսի դեպքերում հրահանգներ սովորաբար ով է տալիս եւ եթե այդ հրահանգը, այսինքն ինքն է կազմակերպում, թե գալիս է այդ հրահանգը ամեն դեպքում եւ եթե այո, ով ում է Ես կարծում եմ, որ այս հրահանգը Ազգային ժողովի ղեկավարության կողմից է տրվել, ինչքան իրանք փորձ անեն դեպի ներքև ավելի իջեցնել աշխատակազմի ղեկավարի մակարդակ, ես կարծում եմ, որ ավելի բարձր մակարդակում եւ կայացվել է քաղաքական որոշում հենց Ալեն Սիմոնյանի կողմից, որ եկել էստեղ փորձում է երկակի չափանիշներով ինչ ա եղել Ռիփսիմե ջան, ինչով օգտակար լինեմ, խիչ գիտեք Ռիփսիմեի հետ ինչ ա եղել, ինչով պիտի օգտակար լինեք, նոր պիտի բացահայտեք։ Դուք շատ լավ գիտեք ինչ ա տեղի ունեցել Ռիփսիմեի հետ։ Կարծում եք, որ Ես որպես պատգամավոր ծանոթ լինելով Ազգային ժողովի աշխատակարգի ընթացակարգերին, ես վստահ եմ ավելի քան, որ այսպիսի որոշումը, որը որ ուղիղ կապ ունի քաղաքականության հետ եւ ուղիղ կապ ունի լրագրողների մասնագիտական գործունեության հետ, չէր կարող հրահանգը չտալ Ալեն Սիմոնյանը։